Թրամփին այլ գտնվում է այն միջոցառումներում ու վայրերում, որտեղ լինում է Թրամփը կամ միջոցառումների, որոնք նախաձեռնել է Թրամփը։ Սրանք միանգամայն տարբեր բաներ են։ Այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը օրը մեջ արժանանում է պաշտոնական կամ պետական Փոխարենը հրամցվում է հասարակությանը։ Դե գիտեք, ոտքի վրա երկու բառ փոխանակում էր, մի հատ հաղորդագրություն է գնում ռոպագանդայով պաշտոնական, որ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ։ Այնտեղ պարզ երևում է, որ ինչ-որ շատ ինչ-որ մի հատ հարց է տալին, այլ պատասխանում է, դա մտքերի փոխանակություն կներեք, բայց նույնիսկ տևողություն է, էլի մի րոպեին չհասնող ինչ-որ բանը զրույց է, որտեղ ողջունից ինչ-որ բան հարցնել, կաշպատան լսելուց բացի ուրիշ բան հնարավոր էլ չի հասցնել, սա մեկ։ Մյուսը, բայց Թրամփը, ինչպես դուք արդեն գիտեք, բացարձակապես դեմ չի, որ մեծ թվով մարդիկ իր PR գործիքը դառնան։ Այո։ Ու բազմաթիվ մարդիկ կան, որ դարձել են, ուղղակի այդ բազմաթիվ մարդկանցից շատերը այդ գործիքը դառնալու դիմաց իր երկրի կամ իր համար ինչ-որ բան շահում է։ Հիմնականում իրենց երկրների համար ինչ-որ բան փոխում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Թրամփի PR գործիք։ Այդ մեծ սիրով այդ PR-ի կմասնակցեն Թրամփն էլ, Ալիևն էլ, որտեղ նրանցից որևէ մեկը բան չի կորցնում։ Թրամփը ինչ-որ իմիջ է իր շուրջ ձևավորում։ Ալիևին ինչ է գնացել շոուների չմասնակցել, այսինքն ինչ է տուժում այդ շոուներին մասնակցելուց Ալիևը, երբ որ իր պրակտիկորեն բոլոր պահանջները կատարվում են, այստեղ ինչ է շահում այդ շոուների արանքում Հայաստանը, ոչինչ։ Միայն, չէ, այդ Փաշինյանը կներեք, դա Փաշինյանն է շահում, գանք ես ձեր ասացի, սրանք ոչ բանակցություններ են, ոչ հանդիպումներ են, ոչ ինքը լուրջ երաշխիքներ է բերում, Նիկոլ Փաշինյանը միակ բանը, որ Միացյալ Նահանգներից կամ այլ մայրաքաղաքներից բերում է, լուսանկարներն են, որոնցով նա հասարակության մի մասին շեղում է, մի մասը, որ շատ ու շատ իր չի լուրերի հանդեպ, իսկապես կարող է տպավորություն ստանալ, որ օրը մեջ նա ծանրակշիռ խորքային հանդիպումներ ունենում Թրամփի հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն սա ամեն ինչ ծառայեցնում է նախընտրական արշավին, դարձնելով երկիրը Թրամփի PR գործիք։ Եկեք սա ֆիքսենք, որ հասկանալի լինի մեր հասարակությանը, ավելի լավ է մեր հասարակությունը ինքը իր մեջ մտածի, ինչ անվտանգության երաշխիքներ է ստացել Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար այդ հանդիպումներից 0